Տեսած կլինեք կալուգացիների են ապուշ վիդեոները Հայաստանի իբր ադրբեջանացման վերաբերյալ, այն որ Հայաստանի փողոցները լցվում են ադրբեջանցիներով, չգիտեմ, Հայաստանում ադրբեջանական դրոշներ են եւ այլն։ Բայց ես ուզում եմ մի հատ հասկանանք, էլի սա ոնց է տեղի ունեցել։ Այսինքն իրանք իրանց թիմով հավաքվել են, մտածել են ինչ անենք։ Եկեք պատկերենք Հայաստանը ադրբեջանացված, որ մարդիկ սարսափեն։ Կալուգացի օլիգարխներ անձամբ են իր ոչինչ չասող sense դեմքով նստած ասել են լավ արեք։ Հետո գտել են մարդ, ռեժիսոր, սցենարիստ, բյուջեն տող են առանձնացրել հատուկ դրան, փող են տվել, ասել են սցենար գրի։ Այդ սցենարիստը նստել գրել է, օրինակ, կետ համար 1 պատկերել վիդեո, որտեղ հանրապետության հրապարակում Հայաստանի դրոշի փոխարեն ադրբեջանական դրոշն է, ասենք կետ համար 2, Երևանի փողոցները լցված են ադրբեջանցիներով, կետ համար 3, ցեղասպանության հուշահամալիրը քանդել, տեղը մզկիթ սարքել, հայերին ներկայացնել նամազ անելիս։ Դուք հասկանում եք, չէ՞, մեկ հայ մարդ, sense բան է մտածել, մյուս հայ մարդուն փող է տվել, որպեսզի այդ մյուս հայ մարդը նստի սցենար գրի, որտեղ Հայաստանի դրոշի տեղ Ադրբեջանի դրոշ են դնում, Հայաստանը պատկերվում է ադրբեջանցիներով լի, մզկիթներ եւ այսպես շարունակ։ Լավ, ես սրա անունը ինչ դնեմ, լավ, այսինքն դուք հայ մարդուն այդքան հիմարի տեղ եք դնում, որ մտածում եք այս կուտը պետքա ուտի, կամ ինչքան պետքա արժանապատվությունից զուրկ լինի հայ մարդը, որ փող տա մյուս հայ մարդուն, որն էլ գրի այս անասուն սցենարներ։